Вопрос отвечу, наверное, завтра. Сегодня я не думаю, что надо отвечать на такие. Երկու առաջ ընտրությունից հայտ ներկայացրին դիմում ներկայացին կենտրոնական ընտրական հանձնաժողով ուժեղ Հայաստանի գրանցումը չեղյալ հայտարարելու համար ինչպես կմեկնաբանեք այդ գործողությունը եւ արդյոք դա կազմի ընտրության արդյունքի վրա։ Դա հետական անշնորհքությունն էր, որ արեցին մեր դաշինքի նկատմամբ, բայց ես ուրախ եմ, որ նույնիսկ իրենց այդ փոքրիկ ուղեղով կարողացան ճիշտ գնահատել սիտուացիան եւ արեցին ճիշտ ընտրություն։ Պարոն Հազինյանի հետ կապված որ դիմել են դատապարտությունն պատասխանել։ Вот, прямо сейчас тоже идут аресты по нашим всем сторонникам. Очень многих ребят сегодня арестовали, вчера больше 100 человек арестовали. Ну ничего страшного. Евросоюзу для итальянской прессы, пожалуйста. Евросоюзу, что вы бы хотели сказать? Европу, Евросоюзу. Евросоюзу хотел бы сказать, чтобы они были богатыми. Богатыми в каком смысле? Во всех смыслах. Դե իրեք չգիտեմ ինչ որ բանի նորից պատրաստվում են, տեսնենք։ Ձայնագրություններ հրավերում լեգիտիմ ընտրություն հնարավոր է, դուք տնային կալանքի ռեժիմում եք ձեր Դուք վերջում դա կգնահատեք։ Если правящая власть победит, все-таки означает ли это разрыв отношений с Россией? Завтра ответим на все вопросы. Կարապետյան ծիպը ձայնագրություններ հրապարակեց, որտեղ ակնհայտ լսվում է, թե ինչպես են FSB-ի հրամանը կատարում Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում համայնքապետ ղեկավարների հետ կապված։ Այս մասով ինչ կասեք։ Հրահանգված էր, որ Դա հիմարություններ են, որ իրենք հենց առաջին օրից սկսեցին օրակարգ։ Թե ինչպես կարող եք, օրինակ դուք դա ոնց եք պատկերացնում, տասնյակ հազարավոր մարդիկ գալիս են։ Իրենք հնարավոր է ասենք մի 100 հոգի աշխատող կարող է ունենա Facebook-ն։ Ինչ ծրագիր ունի։ Հանրահավաքի վարչական ռեսուրսեր օգտագործում մարդկանց ողջում էին, բերում էին հրապարակ ավտոբուսներով, ինչ կասեք այդ մասին։ Թող բարով վայելեն։ Բաժանել եք, պարոն Կարապետյան, ինչքան եք բաժանել ընտրակաշարք, ամեն օր ձայնագրություններ են հրապարակվում։ Դե դուք երևի հաշված կլինեք, դուք ամենալավ եք իմանաք։ Իհարկե չենք բաժանել։ Իհարկե որ բաժանած լինեինք, հիմա ինձ էլ նորից կալանավորած կլինենք։ Ես չգիտեմ ովքեր են։ Իրոք ես չգիտեմ ովքեր են։ Что вы бы хотели сказать? Ինչ պնդել եմ նույն Պարոն Կարապետյանի ծրագիր ունի դիմում Դե հիմա այսօր կերևա է։ Սցենարի է պատրաստ ընդդիմությունը Փաշինյանի, ասենք հավանական հաղթանակի դեպքում Ես չգիտեմ, այսօր ընտրություններ է, այսօր խոսքը ասվում է ժողովուրդը ինչ կորոշի, այդպես էլ կլինի։ Պարոն Կարապետյան, Դրա մասին ես ամեն օր եմ խոսել, դրա համար խոսեմ նաև վաղը։ Բայց այսօր մի քիչ այդ հարցերը վտանգավոր է այդ հարցերին պատասխանել, իրենք կարող է համարեն դա քարոզություն, նորից մի 1000 մարդ կսերբակալի։ Մարտական տրամադրությամբ, ինչպես մեր հայ ժողովուրդն է գնում։ Այսօր երևում է, որ բոլորն են մարտական տրամադրված եւ շատ կարեւոր է ապահովել իսկական լեգիտիմ իշխանություն, որ մենք վերջապես հնարավորություն ունենանք մենք որոշենք մեր երկրի ապագան, ոչ թե դրսից Համենայն դեպս ես ուրախ կլինեի, որ մեր երկիրը չտանենք նոր ցնցումների, որտեղ ամեն մի ցնցում նորից մեր երկրի զարգացումը հետ է գցելու։ Դրա համար ճիշտ կլինի։ Նիկոլ Փաշինյանը Փաշինյանին ինչի համար շնորհավորեմ։ ձեզ զգուշացրեց, որ պատասխանատվության
տարբերակ չկա, ոնց շնորհավոր։ Փաշինյանը հրապարակում զգուշացրեց, որ պատասխանատվության է կենթարկվելու նաև 300,000 ադրբեջանցիների խոսույթը քաղաքական օրակարգ մտցնելու համար, բացի փողերի Չեք տեսնում, ես ամեն օր եմ պատասխանատվության ենթարկում, ամեն օր։ Ես հիմա պատկերացրեք, մեծարգոն ինձ բերել է ընտրության, այսինքն ես նույնիսկ հնարավորություն չեմ ունեցել գամ ընտրության, ինձ բերել են ընտրության։ Միջոցների առանձնացումը ինչի մասին է վկայում, ոչ միայն տեղական, այլև տեսնում եք տասնյակ միջազգային լրատվամիջոցներ են այստեղ, եւ Ֆրանսիայից, եւ Հոլանդիայից։ Ում է դա հետաքրքրությունն է Հայաստանի նկատմամբ, այսօր Հայաստանը ես դրա համար ճիշտ ասած ուրախ եմ, որ աշխարհի համար դառել է նորմալ սուբյեկտ եւ բոլորը ձգտում են ճիշտ պատկերացնեն ինչ է կատարվում Հայաստանում։ Այսինքն ձեր մասնակցությամբ պայմանավորված։ Ես չգիտեմ ում մասնակցությամբ, ինձ թվում է անպանուր է, Պարոն, ձեր պարտությունը դուք բացառում եք, որ ձեզ չի հաջողի մեծամասնություն։ Ես չգիտեմ, դա քարոզություն կամարտի թե չէ, անենց ուրախությամբ պատասխանեի ձեր հարցին։ Դե բասեք նորմալ, կարամ այսօր մի երկու բան ասեմ, արամ։ Ժամը 20:00 А тебя телеканал отношения с Россией, если вы выберете, какие будут, как видите эти отношения? Понимаете, мы должны иметь со всеми хорошие отношения, и с Америкой, и с Евросоюзом, и с Россией. Это те страны, которые должны помогать развиваться Армении. Мы не можем сказать, что мы будем иметь только хорошие отношения с Россией или только хорошие отношения с Америкой. То есть баланс будет в этих? Баланс однозначно будет. Вот в нашем случае однозначно этот баланс будет. Պարոն ինչպես է գնահատում այն հանգամանքը, որ Ռուսաստանը բնակայիններ այսօրին եկել են Հայաստան ընտրությունների ելքը այդպես ասած որոշելու համար։ Ну, Ռուսաստանից ինչքան հայ պետք է գան, որ ընտրություններ ելք որոշեն, ասենք մի Իշխանության մեղադրանքները Իհարկե ոչ, ես կալանքի տակ լինելով ինչ կապ կարող եմ ունենալ։ Կազմակերպչական ձեր տարբեր ֆիրմաներում աշխատող աշխատակիցներին բերելու Դե բերելու օտը խնդիր չկա, մարդիկ իրենց կամքով գալիս է, ինչպես մենք կարող ենք Տոմսեր գնելով, չգիտեմ ասել են այրոպորտում բոլորին դիմավորում են, բոլորին տանեն եկեք, կալանքի։ Պարոն Կարապետյան, ինչ մտահոգություն Ժորժան տնային կալանքներ ունեք այդ մտահոգություն Ասես կարող են անել, բայց վստահ եմ չեն կարողանալու անել։ Չեն կարողանալու անել։ Ժողովուրդ ջան, կներեք, այդ ձեր ցավը տանը մի վարքյա։ Ինձ թվում է դուք վստահ եք։ Այդ հարցի պատասխանը դուք գիտեք։ Look here. Ներեք դուք անցեք ցավը։ Յանից մերձի մի մալից։ Դրագրողներ